Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական միացումն է Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Բարև Գագիկ ջան։ Դե ինչ, ոնց որ ասում են, էստաֆետը ամանորյա Սուրբ Ծննդյան, եվրոպական ծննդյան, հայկական Սուրբ Ծննդյան անցավ, վերջացավ։ Ոնց են գործերը։ Շատ լավ, տրամադրված ենք շատ մարտական եւ սպասում ենք հունվարի 13-ին, ինչպես գիտես, մեզ մոտ տոները երբեք չեն ավարտվում։ 9 նոր տարին, չէ։ Ոնց է լինի, ինչ որ ամեն մեկի սառնարանում մի բան մնացած կլինի, այն հանգիստ խղճով կհանեն, հա, էդ էլ կօգտագործեն, ու այդ ժամանակ նոր կհասկանան։ Էկոլոգիայի մասին մտածելուց ելնելով դեռ։ Հա, իդեպ վերջապես մենք այս արկտիկական ցրտից պրծնում ենք ոնց որ ամենակարևորը։ Հա, ձեր մոտ հիմա ցուրտ է։ Շատ ցուրտ, մեզ մոտ ձյուն էր, մոտարապես 2 օր ձյուն եկավ, մոտարապես 2 սանտիմետր ձյուն դրեց, բայց ինչպես ասում են, տպավորություն էր, որ 2 մետր 50 է ձյուն դրել, որովհետև ամբողջը կանգնել էր։ 2 թե 20։ Չէ, դա մի լավ մի 4-5 սանտիմետր ձյուն դրեց, թե չէ, քան մեզ շատ չէ դրել, բայց Փարիզի համար է իրար։ Փարիզի համար եւ այսպես տրանսպորտը չէր գործում եւ շատ հետաքրքիր էր, որովհետեւ բոլորը երկրորդ օրը շատ ուժեղ ձյուն եկավ եւս եւ բնականաբար իշխանությունները աղը եւ այլն հասցրեցին, լցրեցին փողոցների վրա եւ եկորը տրանսպորտի նախարարությունը ասեց ոչ մեկին մեքենաներով դուրս չգաք եւ ես այդ օրը որոշեցի ու այդպես ստացեց որ պետք է մեքենայով դուրս գալ եւ կարող եմ ասել հիշեցրեց կոവിഡ്յան այդ տարիները երբ որ Փարիզը ազատ փողոց եւ չկային խցանումներ ուզում ասեմ շատ հետաքրքիր է այդ կառավարումը եւ հնազանդությունը որովհետեւ երբ որ տրանսպորտի նախարարությունը ասեց ժողովրդին Իլ-դե-Ֆրանս այսինքն Փարիզ ռեգիոնում մեքենաների մի օգտագործեք մի մարդու նման շատ քիչ են ուզում ասեմ քաղաքը դատարկել առացիորեն։ Ես մեզ մոտ տենց վստահությամբ չէի ասի, եթե նման հայտարարություններ, եթե հակառակը չլիներ, շատ լավ, դե իհարկե Փարիզը խառնվեց եղանակի պատճառով, բայց Փարիզը խառնվել էր նաև Գրենլանդիայի պատճառով, եւ ես ուզում եմ Գրենլանդիայից սահուն կերպով անցնենք դեպի Վենեսուելա, որովհետև այսօր ինչ որ տեղի ունենում Վենեսուելայում կամ Վենեսուելայի շուրջ, դա ապագա զարգացումներն են ամբողջ աշխարհում եւ շատ փորձագետներ դա են նշում, այսինքն վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, դիկտատուրական երկրներ, բռնատիրական երկրներ, բռնապետական եւ դրանց դեմ Միացյալ Նահանգների նորից հայտարարված պատերազմ չասեմ, բայց պայքարը։ Ինչ խոսք, եւ այստեղ շատ կարեւոր է հատկանշական է նաեւ նշել ազդեցության գոտիների մասին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ հանգիստ ձևով ցուցադրեցին, որ իրենք ունեն իրենց ազդեցության ոլորտը, որը Հարավային Ամերիկան դա իրենց ազդեցության գոտին է, եւ ըստ այդմ նրանք իրենք կարող են գործել այնպես, ինչպես որ պետք է, երբ որ դա վերաբերվում է Միացյալ Նահանգների պետական շահին, եւ եթե շահը ենթադրում է մի գիշերվա ընթացքում ձերբակալել եւ Նյու Յորքի դատարանին ներկայացնել մի նախագահի, որը տասնամյակներ շարունակ նրանց փակել է շուկան դեպի նավթի ահռելի միջազգային, այն դեպքում, երբ որ ամերիկյան տեխնոլոգիաներն են ի սկզբանե ներդրված եղել եւ Հուգո Չավեզի ջանքերի շնորհիվ նրանք կարողացել են դուրս մղել ամերիկացիները հետ են գալիս ռեգիոն եւ ի տարբերություն ռուսների հարցի լուծումը տալիս են մեկ գիշերվա ընթացքում, այնտեղ որտեղ ռուսները 4-րդ տարին է տանջվում են։ Այո, իհարկե մենք հերթական անգամ համոզվեցինք նաև թե ինչ տեխնոլոգիաների է տիրապետում Միացյալ Նահանգները, կարելի է իսկապես ասել ֆանտաստիկ տեխնոլոգիաների, Միացյալ Նահանգների բանակը այո
գերտերության բանակ է եւ ապացուցեց թե ինչպիսի օպերացիաներ ինքը կարող է իրագործել, ընդ որում օպերացիա, որի մասին թե Վենեսուելայի իշխանությունները գիտեին, թե Մադուրոն գիտեր, թե գիտեին նաեւ այսօրվա ովքեր փոխարինում են, հա, փոխնախագահը, բոլորը գիտեին։ Այսինքն վենեսուելական բանակն էլ գիտեր, բայց փաստ այն ինչ որ տեղի ունեցավ, դա, չգիտեմ, ցանկացած պետության բանակի համար, զինված ուժերի համար ուղղակի խայտարակություն էր։ Այո, եւ այդ խայտարակությունը շատ հատկանշական է եւ բնորոշ է կոռումպացված բոլոր երկրներին, որտեղ կարելի է բոլորին առնել։ Չմոռանանք, որ օգոստոս ամսից նրանք պատրաստում են այդ օպերացիան, այնտեղ տեղում գնացել են մարդիկ, որոնք կարողացել են ունենալ ներդրված ագենտներ Մադուրոյի շրջանակներում, բնականաբար նրանց շահագրգռել են եւ փողով, եւ տարբեր տեսակի առաջարկներով, եւ որպես կանոն մի կառույց, որտեղ բուրգի նման կոռումպացված է եւ շեֆը գումարները ինքն է իշխում եւ ժողովուրդը գտնում է ծայրահեղ աղքատության մեջ, երբ որ այն դեպքում, երբ որ աշխարհի առաջին ամենաշատ նավթային ռեսուրսները գտնում են Վենեսուելայում, բնական է, որ սիստեմը ինչ հաջողությամբ այդպես մնում է, նույն դժբախտությամբ կարող է մեկ օրում եւ կանգ առնել, որովհետեւ կան հզոր ուժեր, կան Միացյալ Նահանգների տեսանք այդ դելտա ջոկատը, որոնք ունեն բոլոր հնարավորությունները եւ տեխնիկական եւ մարդկային հնարավորությունները, այսինքն ամենաէլիտար զորքն է օգտագործվել եւ շատ չմոռանանք նաեւ 50-ից ավել զոհեր են եղել, հա, որովհետեւ վերջո ասում ենք չի պաշտպանվել, բայց պատկերացա ինչպես Իսրայելը կարողանում էր, հա, այդպես հատուկ կետային ձևով չասնել հակառակորդներին եւ օպերացիան հաջողել, նույն ձևով էլ ամերիկացի կարողացան հաշված ժամերի 3 թե 4 րոպե է տևել այն պահը, երբ որ զինվորները մոտեցել են պալատին եւ ձերբակալել են Մադուրոին, որին նույնիսկ չի հասցրել գնալ իր այդ բունկերը, այնինչ նրանք նույնիսկ բունկերի վրա են պարապել։ Արման, ես այդ վենեսուելական թեմայի հետ մի հատ բան ունեմ պատմելու, որը շատ ծիծաղելի է։ Ինձ պատմել են դա Միացյալ Նահանգներից, գիտես ով է պատմել, ուրեմն այն մարզահագուստը, որ հագել էր Մադուրոն, շատ հայտնի ֆիրմայի մարզահագուստ է, ես ուղղակի չեմ ուզում անունը տալ, որ գովաշ չլինի, բայց ինքը այն էժանագին լեվելի մարզահագուստներից է, ոչ շատ թանկարժեք, ու ասում են, որ Միացյալ Նահանգների բոլոր խանութներից բոլորը այդ մարզահագուստը գնել են եւ հիմա խանութներում դրանից չես գտնի։ Այդ է սև հումորներ, էլի, բիզնեսի սև հումորներ, ոնց որ ասած։ Համել հագուստ ախեցին այդ գործով։ Դե, Մադուրոյի հագուստ ասելով, հա, բնական, հա, եւ իհարկե, քանի որ խոսք է գնում նավթային թեմայի շուրջ, մենք նորից կվերադառնանք Գրենլանդիային, բայց շատ հետաքրքիր զարգացումներ են գնում նաեւ Իրանում, ընդ որում Իրանի զարգացումները արդեն այնքան դրսի ազդեցությամբ չեն պայմանավորված, չնայած կա, այդ գործոնն էլ կա, որքան հենց ներսում ժողովրդի ըմբոստությունն է արդեն, որտեվ էլ արդեն չեն դիմանում։ Լավ, ինչքանի տարի կարելի է ասել, մենք պետք է ունենանք ատոմային ռումբ, մենք պետք է ունենանք այսինչ այնինչ քանակի հրթիռներ, մնալ սոված, երկիրը հետամնաց եւ ամբողջ աշխարհից կտրված։ Եվ ի վերջո այս մարդիկ նական գումար դրամը արժե զրկված, որն էլ պայթեցրեց, հա, մարդկանց հանեց դուրս, որտեղ մարդիկ այլևս չեն կարող ունենալ հարուստ երկիր, հարուստ ռեսուրսներով եւ այսքան տարապել։ Հա, որտեվ ասենք ամիջապես հարևանությամբ, չգիտեմ, արաբական երկրներն են, հա, ծոցի երկրները, որոնք ապրում են, ոնց ասեմ, թագավորական կյանքով, հա, կարելի է ասել, որտեվ լավ են ապրում ոչ միայն թագավորներն ու շեյխերը, լավ են ապրում նաև շարքային քաղաքացիները այդ երկրների, ունենալով լավ համարժեք, Իրանին համարժեք նավթ,
չասեմ ավելի քիչ կամ ավելի շատ, որտեվ Իրանի նավթային ռեսուրսները այս ընթացքում, ոնց որ ասած, մնացին այդ նավթահորերում։ Այո, որովհետև նրանք չունեն իդեոլոգիա, այսինքն նրանց չի շարժում իդեոլոգիան, կրոնական իդեոլոգիան, նրանց չի շարժում այդ շարիաթը, նրանց չի շարժում այդ միջոցները, որոնք Իրանը տրամադրում է, որպեսզի իր ազդեցության գոտիներում կամ իր ցանկությամբ հայ սատելիտ երկրներում պայքարներ մղի իր գաղափարների շուրջ։ Նրանց խնդիրը շատ գաղափարական է, բայց այդ գաղափարը շատ գաղափարական պայքարը շատ թանկ է նստում բնակչության վրա եւ իզուր չէ որ նրանք այսօր իրենց շահի հետնորդին են ուզում հետ բերել։ Այո, եւ ինչու շահի հետնորդին, որովհետեւ շատ մարդկանց կթվա թե դա էլ հետամնացության մի օրինակ է, բայց իրականում ոչ, որովհետեւ նույն շահական Իրանը բոլորովին այլ երկիր էր։ Այդ տարածաշրջանի ամենազարգացած երկրներից մեկն էր, այդ ժամանակ շահի օրոք ժողովուրդը ապրում էր շատ ու շատ ավելի լավ, քան հիմա, ընդ որում մենք դա գիտենք նաև մեր հայրենակիցների պատմություններով, թե ինչպիսի վիճակ էր այն ժամանակ եւ մարդիկ հիշում են, պատմում են իրենց երեխաներին, իրենց թոռներին, այսօր թոռներն են դուրս եկել ու գոռում են շահ։ Այո, որովհետև նրանք համեմատելու տեղ ունեն եւ բնականաբար ռեֆլեքսով նրանք կարծում են, որ եթե հետ գալ այդ շահի ժամանակաշրջանը, այսինքն մի փոփոխություն պետք է։ Դե այս բaragայում չկա, չէ, ինչ որ մի օպոզիցիա չկա, մի ուժ, որը կարող է փոխարինել, այդ մոլլաներին եւ բնականաբար այստեղ մոլլաներին, եթե կարող են փոխարինել, սա խնդիրը մոլլաներն են իրականում, շատ ավելի շուտ, սա ավելի շատ դեմ է, քան կողմ։ Այո, նրանք դեմ են ուղղակի այդ իդեոլոգիական մոտեցմանը երկրի կառավարման, այլ ավելի շատ շուկայական, ինչպես որ որտեղ հայացքները թե նրանք տեսնում են որտեղ որ տեղի են ունեցել այդ ռևոլյուցիաները կամ նույնիսկ եթե չկա ռևոլյուցիաներ, բայց պրագմատիզմով եւ էկոնոմիկ տնտեսական շահով են երկիրը կառավարում, ինչպես արաբական երկրները, իրադրությունը բոլորովին այլ է եւ այսօր նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չեն այնքան խոսում դեմոկրատական արժեքներից ուրիշ երկրների մասին, այլ երկրի շահից, ամեն երկիր ունի շահը, որը պետք է շարժվի եւ ըստ էության այսօր Իրանը ավելի շատ շարժվում է Խոմեյնիի իդեոլոգիական շահերով, քան երկրի իրական քաղաքացիների իրական շահերով։ Եվ ընդ որում այս պարագայում եւս իրանցիները համեմատելու բան ունեն ոչ միայն նախկինի հետ, ոչ միայն շահի ժամանակների հետ, ի վերջո մեր հարևանները, այո, մեր հարևանները հաճախ լինում են Հայաստանում, լավ, այդ մարդը գալիս է մի գավաթ գինի է խմում, իր համար այդ մի գավաթ գինին դա ազատության սիմվոլ է, որտեվ ասենք ոնց կարելի է արգելել մարդուն խմել ինչ-որ մի խմիչք, որը ասենք ապացուցված է գիտականորեն, որ ինքը օգտակար է։ Խոսքը օղու մասին չի, խոսքը գարեջրի մասին չի, չէ՞։ Գինու մասին։ Հա, օրինակ ասենք նույն Ֆրանսիայում բազմաթիվ հետազոտություններ կան, չէ՞, որ ֆրանսիացիները աշխարհի ամենաքիչ գիրացած ազգերից մեկն են, դրա պատճառներից մեկը նաև հենց գինու օգտագործումն է։ Գիտես, մեկ բաժակ գինին օրական նույնիսկ սրտի աշխատանքի կարճ գինի։ Իհարկե։ Աշխատանքի օգտակար է, ինչ խոսք, բայց վերադառնալով մեր իրանցի բարեկամների, պետք է հատկանշական է նշել, որ մենք մեզ համար դա շատ կարևոր է եւ մեզ համար վտանգավոր կլինի, երբ որ այնտեղ լինեն բախումներ, բայց միևնույն ժամանակ ես շատ մեծ վստահություն ունեմ իրանացի պարսիկ ժողովրդի նկատմամբ, որովհետեւ նրանք շատ կրթված, նրանք բազմակողմանի զարգացած նույնիսկ այս պայմաններում, այդ բլոկադայի եւ այդ ինֆորմացիոն բլոկադա ասենք կամ ամբարգոյի պայմաններում ունեն քաղաքացիական հասարակություն ամենայն դեպս, որը վախեցած, բայց չի գործում, բայց ցանկացած պահի կարող է կայացնել առողջ որոշումներ։ Հուսանք ամենայն դեպս, որ մեր հարևան երկրում ցնցումներ չեն լինի եւ եթե տրանզիցիա պետք է լինի իշխանության, ապա դա լինի հանգիստ եւ առանց զոհերի եւ առանց պարակտումների ներքին։
Իհարկե, որտեվ Աստված մի արսե, եթե Իրանում լինեն քաղաքացիական բախումներ կամ քաղաքացիական պատերազմ, հաշվի առնելով նաև Իրանի էթնիկ կազմը, ապա դա ոչ միայն տարածաշրջանային կատաստրոֆա, հա, այս բառը կարելի է այս պարագայում օգտագործել կլինի Իրանի համար, կլինի նաև ողջ տարածաշրջանի համար, որտեվ մենք տեսնում ենք, չէ, Սիրիայի պատերազմի ընթացքում Սիրիան համեմատած Իրանին 4 անգամ փոքր երկիր էր, բայց քանի միլիոն էմիգրանտներ, փախստականներ հեղեղեցին ամբողջ Եվրոպան։ Իսկ այս պարագայում այդ մարդկանց փախուստի ճանապարհը դա հարավային Կովկասն է։ Եվ այո, մենք այդ ռիսկը ունենք բնականաբար, ինչ խոսք, եւ Սիրիայի մատնանշեցիր, որտեղ խնդիրները մինչ օրս դեռ լուծված չեն։ Հա, որտեվ արդեն կողքի հարևանները փորձում են իրենց շահերով լուծել Սիրիայի խնդիրը, նույն ինքը Թուրքիան, նույն, չգիտեմ, ինչու ոչ նաև Իրանը, ինչու ոչ նաև արաբական մի շարք երկրներ, ամեն դեպքում տես հետաքրքիր է, չէ, տարածաշրջան մեր տարածաշրջանից մինչև Վենեսուելա ահռելի տարածությունը, բայց խնդիրները շատ նման են։ Այնտեղ տնտեսական ավելի շատ ուղղորդվածությամբ, այստեղ տնտեսական գումարած նաև ինչու ոչ կրոնական եւ Միացյալ Նահանգների վճռականությունը։ Ես տեսա, որ Թրամփը չժխտեց, որ հնարավոր է նաև զբաղվի Միացյալ Նահանգները Կոլումբիայի եւ Կուբայի հարցերով։ Բնականաբար, Կարի ջան, ես իրականում այսպես ասեմ, ես Հայաստանի շահերից բխող եմ համարում, եթե կարելի է այսպես ասել, վենեսուելական գրողը։ Իհարկե, հետաքրքիր ինչն է բխում, նախ չմոռանանք Մարկո Ռուբիոյի դերը, որը կոլումբացի իմիգրանտների ընտանիքից է, կոմունիզմն է փախել եւ իր համար դա պատմական էր եւ շատ կարեւոր էր կարողանալու վերջի վերջո այդ երեք երկրներից ամենակարևորին նաեւ Կուբային, հա, տեղը դնելու եւ որովհետեւ չենք մոռանում, հա, Կուբայի հետ ինչ է կատարվում, ինչպիսի իրադարձություններ են Կուբայում, որ չեն կարողանում լուծել արդեն որևէ նախագահն է եւ երբ որ Դոնալդ Թրամփը կարողանա լուծել Կուբայի թնջուկը, նա հիրավի պատմականորեն ամերիկյան նախագահի տիտղոսը կշահի, եթե նույնիսկ Նոբելյան մրցանակը նրան վերջի վերջո Նորվեգիան չտվեց, բայց այստեղ նաև շատ կարևոր եւ հատկանշական է մեր օպոզիցիայի բոլոր լիդերներին, որոնք թաքնված են Վլադիմիր Պուտինի չեղած մկանների հետևում, մտածելով, որ երկրի ղեկավար, այստեղ մեկ անգամ եւս եւ ի տարբերություն դրա մենք այսօր ունենք մի խաղաղության պայմանագիր, որը ստորագրված է Թրամփի վարչակազմի հետ, ասել կուզի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ մեր ապագան մենք տեսնում ենք խաղաղության եւ Ամերիկյան Միացյալ Նահանգների հետ համագործակցության ֆոնի վրա, այլ ոչ թե ռուսական ազդեցության տակ, ինչ շատ հետաքրքիր կլինի իմատեսնել ինչպես կարող են օրինակ այդ օպոզիցիայի լիդերները համակցել եւ ցույց տալ օրինակ ինչպես Դոնալդ Թրամփը մեկ գիշերում կարողացավ լուծել վենեսուելական հարցը այնտեղ որտեղ Պուտինը դեռ Պոկրովսկուն է կրվում։ Ընդ որում այստեղ մի բան էլ կա, հա, եթե մենք օրինակ նորից վերադառնանք Կուբա, Սովետական միությունը զոհեց Կուբան իր այն վերջի տարիներին, հա, ԽՍՀՄ-ի վերջի տարիներին Կուբան ուղակի լքվեց բարի բուն իմաստով, դրանից հետո հիմա Պուտինը կարելի ասել լքեց Վենեսուելային, ընդ որում միակ պետություն էր, որ կարելի ասել Ռուսաստանի դաշնակից պետություն էր Հարավային Ամերիկայում։ Սա հերթական այն պրո-ռուսական նարատիվներ տարածող մարդկանց հերթական ապացույցն է։ Այն որ դուք ասում եք Հայաստանը դառնա գուբերնիա եւ տաքուկ կապրի Ռուսաստանի ծոցում, դե տեսեք թե ինչ տեղի ունեցավ։ Ընդ որում խոսքը Հայաստանի հետ համեմատելու դեպքում հարուստ Վենեսուելայի մասին է, որը աշխարհի ամենամեծ պաշարները ունի վառելիքաէներգետիկ։
Եվ ինչ եղավ։ Փորձը ցույց տվեց Ռուսաստանի դաշնակիցների հետ Կրեմլը ավելի շուտ իր դաշնակիցների հետ չի կարողանում նրանց օգնության հասնել, երբ որ դրա կարիքը կա, Իրանի փորձը չմոռանանք, հա, վերջերս երբ որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շատ էլի կետային գրողներով ոչնչացրեցին նրանց միջուկային բոլոր այդ տեղանքները եւ ըստ այդմ մենք այսօր եթե այսպես շատ բարձ աչքով այստեղ պետք չէ քաղաքագետ կամ ինչ որ գեոպոլիտիկ մասնագետ լինել որ հասկանալու նրա մասին որ Պուտինյան ռեժիմը հազիվ թե փորձում է փրկել ինքն իրեն որովհետեւ ոչ մի կետում այլևս Կրեմլը չի հասցնում իր ներկայությունը ապահովել այնքան է խրված ուկրաինական թնդյունքի մեջ եւ որտեղ լուծում այլևս դժվար թե նաեւ լինի իր օգտին հիմա այստեղ խնդիրը այն է արդյոք մենք Հայաստանի Հանրապետությունը որ վերջի կարողացել ենք գալ ընդհանուր հայտարարի եւ հասկանալ մեր հարևան պետության հետ ինչքան էլ որ նա ճշտամի է որ մեր երկու երկրների շահերից չի բխում մեկս մյուսի վրա կրակելու ռուտին այլ ընդհանրակը մեր երկրի շահերից է բխում համագործակցել մեկս մյուսով ուժեղանալ եւ վերջի այդ անկախությունը դարձնել իսկական արժեք մեր ժողովուրդների բարօրության համար թե մենք վախենում ենք եւ կարծում ենք թե Պուտինը մեզ կարող է պաշտպանել այն դեպքում երբ որ այսօր նա պայքարում է իր իշխանությունը միայն պաշտպանելու համար որը նաեւ ինքն իրանով արդեն իր համար խնդիր է դարձել չունենալով դրա համար ոչ բնական ռեսուրսների օգնությունը որտեղ տանկերներ են գրավում ամերիկան մեզ դրա մասին այո միանգամից 3 հեղուկանավ եւ այո եւ դրանից ելնելով ասենք նրա պաշարները նույնիսկ Լևի ասենք բառը չէ ասում Լևի եկամուտից ձեռքից առնում են ուզեմ ասեմ այս բարագայում դուք ես ուզեմ լսել էլի այդ ընդդիմությունը ինչ ծրագրեր պետք է ասի բացի նրանից որ պետք է ասեն դե մենք այս տարի ասենք չգիտեմ թոշակներ կբաժանենք 100 ուսանողների որը շատ լավ է թող բաժանեն թոշակներ թող ավելին տան հնա խնդիր չկա թող նույնիսկ դա անեն ռեկլամով բայց դա երկիրը պայելու ծրագիր չէ բնականաբար եւ այսօր Պուտինյան Ռուսաստանի հետևում թաքնվելը դա ոչ թե ծրագիր է այլ դա աղետ է դա հասկանում է առաջին դասարանցի նույնիսկ երեխան որը այսօր հասկանում է որ գոյություն ունի մեկ երկիր, որը չի կարողանում Ուկրաինան գրավել արդեն 4-րդ տարին է, ընդամենը նա սպանություններ է կատարում եւ սպանում է իր հարևան, իր եղբայրական ամեղ ժողովրդին, այո։ Դուք ապագա եք տեսնում այդ երկրի կազմում կամ այդ երկրի հետևում, իհարկե բացառված է, դա ինքնասպանություն է դա։ Ինչ խոսք, պետք չէ դրա մասին նույնիսկ մտածել։ Ուրիշ բան որ պետք է նրանց հետ կարողանալ ինչպես սինդրոմ ունեցող հեգեկան սինդրոմ ունեցող մարդկանց հետ վերջոջը պետք է կարողանալ կոնտակտի մեջ մնալ որտեղ ես համարում եմ որ արդեն հասել են նրան որ այդ մարդկանց հետ վտանգավոր է եւ այդ մարդկանց հետ պետք է ուղղակի կարողանալ հարաբերությունները պահել մինչեւ հուսալով որ այդ ռեժիմը կփլվի եւ մի օր այդ ռեժիմը փլվի եւ նա ընդհանրապես փլվելու է որովհետեւ ոչ մի ռեսուրս չի մնալու տեղում բայց այս ընթացքում մենք ընտրել ենք անճանապարհը եւ թույլ տուր երկար խոսեցի որպես եզրափակեմ եւ Մադուրոյի հարցով մենք մեկ անգամ եւս ունեցանք դրա ապացույցը որ մենք համագործակցում ենք մի երկրի հետ որ աշխարհի գերտերությունն է որը նույնիսկ Չինաստանին ասեց խելոք բնա տեղը ու չափը ճանաչի որովհետեւ Չինաստանը եւս ուզում էր ուներ շահեր եւ հետաքրքրություններ այո իջիկ դարձան մեկ գիշերվա ընթացքում իհակադրում են չինական պարադների եւ ռուսական մկանային այդ շարժումների որտեղ նրանք ցուցադրում են իրենց գոյություն ունեցող արեշնիկները գոյություն բոլորը դրանք սա այդ բոլոր պատրանքներ են որտեղ մեկը չտեսանք այդ արեշնիկը մի հատ կի է պայթաստի մեկը չտեսանք մի հատ էսի ինչ լուրջ մի բան այդ բոլորը գալիս են ասելու որ այ մարդ այդ կնոպկան նույնիսկ կարող է իրանց մոտ չաշխատի ընդ որում այդ խոսակցությունն էլ կա խոսույթն էլ կա որ Ռուսաստանը մինչև վերջերս կարողանում էր արևմուտքին վախացնել, հա, իր միջուկային պոտենցիալով, որ մի օր ի վերջո, այսպես ասած, այդ բանը կանի եւ կօգտագործի, հա, Պուտինը, բայց շատ հետաքրքիր ես մի քանի վերլուծություն եմ տեսել, որ միջազգային այն հետազոտական կենտրոնները վստահ չեն, որ Ռուսաստանի միջուկային պոտենցիալը աշխատունակ է, որովհետև այդ անընդհատ հրթիռներ են հայտարարում, այդ հրթիռները չտեսան
իրական մեկ փորձ են անում, այնինչ պետք է հարյուրավոր փորձեր անել այդ հրթիռների, մեկ փորձ են անում, Պուտինը շատ դուրս ինչ-որ բաներ է պատմում, որին մենակ այդ հեքիաթներին ինքն է հավատում։ Հա, Soyuz մուլտֆիլմի մուլտերի տեսքով էլ ներկայացնում են այդ ամեն ինչը եւ դե տեսնում են Պոկրովսկում են տաղաները։ Եվ բացի այդ բաներում մարտագլխիկները որտեղ որ պահպանվում են, դրանք պետք է ամեն տարի հատուկ սպասարկում ստանան։ Բայց հարցը արդյոք Ռուսաստանում այդ սպասարկումը եղել է։ Արդյոք այդ մարտագլխիկները իրենցով, օրինակ ասենց ասեմ էլի, կպայթեն։ Այո։ Կարող է այդ հրթիռի վրա դրած գնան ինչ-որ միտեղ շրխկալով ընկնեն, բայց հարցը արդյոք կպայթեն։ Եվ այո, արևմուտքը դա էլ գիտի։ Այլապես Միացյալ Նահանգները այս ռիսկին չէր գնա։ Այո։ Եվ արևմուտքը շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանը մեկ շատ կարևոր եւ դա պատմությունն է ցույց տվել, շատ կարևոր մի պլյուս ունի, դա մարդաքանակն է, որը նա ցույց է տվել երկրորդ աշխարհային պատերազմին եւ ցավոք սրտի նրանք կարողունակ են եղել 20 միլիոնից ավել մարդ մահանալ, նացիզմը վերացնելու համար 4 տարում, այնտեղ որտեղ ուկրաինական, այսպես ասած, իրենց հարցը չեն կարողանում լուծել, արդեն 4-րդ տարին է եւ արդեն միլիոնից ավել զոհ են տվել։ Չի համար։ Եվ ընդհանուր մարդկային կորուստները տարբեր հաշվարկներ կան, մեկը որ ներկայացվում է Ռուսաստանը իր 20 միլիոնը կամ սովետական միությունը, մեկը որ ներկայացվում է հաշվարկելով, գումարելով դրան նաև ճամբարներում սովետական գուլակներում մահացած մարդկանց թիվը, որը կազմում է նաև բռնադատված մարդկանց, աքսորված մարդկանց թիվը, որը կազմում է եւս 20 միլիոն, եւ չի բացառվում եւս մի 20 միլիոնի արկայություն, այլապես ցարական Ռուսաստանը, այո, իր մարդուժով Եվրոպայի ամենահզոր պետությունն էր այն ժամանակ, դրա համար կոչվում էր Եվրոպայի ժանդարմ, բայց այսօր մենք ականատես ենք, որ 140 միլիոնանոց պետությունը չի կարողանում 30 միլիոնանոց, որտեղ 10 միլիոնը Ուկրաինայից գնացել են, 30 միլիոնանոց Ուկրաինայի հախից գալ։ Մի Ուկրաինայի, որը կարողացավ շատ ճկուն ձևով տեխնոլոգիական լույս վերցնել, այդ դրոնային համակարգում կարողանալ շատ արագ աշխատել, ես ուղղակի հիացած եմ այդ ժողովրդի տոկունության պայքարի, բայց այնու ժամանակ Աստված չան իհարկե, բայց գիտես, երբ որ երկիրը ուզում են գրավել եւ քո ինքնությունը ոչնչացնել եւ ասելով, որ Ուկրաինան որպես այդպեսի գոյություն չունի, դուք եւս ռուսներ եք, բնականաբար է դա մարդկանց երևի թե ինքնա ոնց են ասում, հա, այդ բնազդով նրանք պայքարում են երկիրը պայելու, բայց իրենք տեխնոլոգիայով կարողացան մեկ անգամ եւս այստեղ շնորհանանք տեխնոլոգիան, որովհետեւ այսօր դրոնների պայքարը կարևոր է, երևի թե դրա հաշվին է, որ ուկրաինացիները փոքր քանակով կարողանում են մեծականակ ռուսներին ամենայն դեպս դիմադրել, չմոռանանք եվրոպական եւ արևմտյան ուժերի գումարային եւ տեխնիկական եւ հետախուզական օգնությունը, բայց միևնույն ժամանակ այդ տեխնոլոգիաների բացակայության պայմաններում են այս բոլոր իրադրությունները տեղի ունենում, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք մի երկիր, որ իր ամբողջ գոյության ընթացքում մեկ ավտոմեքենա է ընդամենը կարողացել արտադրել, որն էլ բռակ է, մեկ հեռուստացույց է կարողանում արտադրել, որը բռակ է, չգիտեմ, էլի չկա որ ասենք նա էքսպորտ է արել միջազգային շուկա, հա, iPhone-ի նոմա եւ բոլոր այսօր այդ ռուսական այդ տեխնոլոգիան օգտագործում են, գոյություն չունի։ Ռուսաստանը կախված է միջազգային հարթակների տեխնոլոգիական հաղթանակներից եւ իր շահերի մեջ է բնականաբար լավ կապեր ունենալ երկրների հետ, ազատ եւ կարողանալ զարգանալ։ Այնինչ եթե ոչ, այնտեղ ոդկան է շատ լավ արագ հոսում եւ կենաց ուժը եւ Զարոջինով պիրոտ գնանք մեռնեն։ Ինչի մեռնել այ մարդ, եթե կարելի է ապրել եւ ստեղծել արժեքներ։ Դե մեր եթերաժամն է սպառվեց եւ վերջում ես մի պատմություն էլ պատմեմ ու դրանով իրար այսպես ասած հրաժեշտ տանք։ Ուրեմն խորհրդային տարիներին մի անգամ ես գնացի հեռուստացույց գնելու, Նորքի զանգվածում կար ռադիոտեխնիկա խանութ, շատ հայտնի խանութ էր, որտեղից հնարավոր էր հեռուստացույց գնել, ընդ որում հենց կոնկրետ շեշտվում էր տակից գնել։
Տակի։ Ուրեմն, հա, տակից։ Եվ ես գնացի, մոտեցա համապատասխան անձնավորությանը, ասեց գնացինք նկուղ։ Իջանք այդ խանութի նկուղը, նկուղում երևի հարյուրավոր հեռուստացույցներ է շարած, ընդ որում Գորիզոնտ եւ Ռուբին հիշում եմ։ Եվ ամենահամով կտորը այդ պատմության մեջ այն էր, որ այդ հեռուստացույցները հերթով տուփերից հանում էին, դնում էին սեղանների վրա, վարպետները մոտենում էին ու սկսում էին նորոգել։ Հեռուստացույցը նոր է եկել գործարանից։ Այս էլ էր։ Ձգում էին, թե ինչ ամ, ինձ ասեց դե հեսա ռեմոնտը իր լեզվով ասած, հեսա ռեմոնտը նոր հեռուստացույցի նորոգումը կվերջացնեն 50 ռուբլին ավել տուր հեռուստացույցը տար։ Հա, բայց ի պատիվ իրեն ասեն, որ այդ հեռուստացույցը մի 20 տարի աշխատեց, էդ էլ ասեն։ Դե լամպերը փոխելով բանը չեք որան։ Դե հայի ձեռա կպել, չէ՞ ի վերջո։ Դե շնորհակալություն Արման։ Ես եմ շնորհակալ։ Ամենայն բարիք։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով զրուցում էինք միջազգայնագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։